Լիդիան Արմենիան հատուկ տեխնիկա կիրառող օպերատորների ուսուցման լայնածավալ ծրագիր է սկսել Ամուլսարի շահագործման փուլին ընդառաջ։ Դասընթացներն իրականացնում է պորտուգալական Mota Angel ընկերությունը, որը նաև հանքարդյունահանման աշխատանքներն է կյանքի կոչելու։ Առաջնահերթությունը տրվում է Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներին։ Նախատեսվում է մասնագիտացնել ծանր տեխնիկայի ավելի քան 400 օպերատորի։ Mota Angel ընկերությունը հանդիսանում է Լիդիան Արմենիայի կապալոր ընկերությունը, որը Ամուլսարի ծրագրում շահագործման ընթացքում իրականացնելու է հանքարդյունահանման մասը եւ այս շրջանակներում արդեն սկսել ենք վերապատրաստել համայնքի բնակիչներին, ովքեր որ ներգրաված են լինելու որպես ծանր տեխնիկայի վարորդներ։ Մեր նպատակն է հնարավորինս շատ ընդգրկել ուրեմն տեղական համայնքներից աշխատակիցներին, Գորայքից, Գնդեվազից, Ջերմուկից, Կեչուտից եւ Սարավանից, Վայքից։ Ապագա օպերատորներն անցնում են ընտրության եւ վերապատրաստման մի քանի փուլ։ Նախ ստուգվում է տեխնացուների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը։ Անցնում են հարցազրույց, հոգեմետ եւ բժշկական թեստեր։ Հետո որոշվում է ով որ տեխնիկայի վրա կարող է աշխատել։ Կնքվում է պայմանագիրը, սկսում են ուսուցումը։ Տեսական դասերից մինչև սիմուլյատորների եւ իրական տեխնիկայի վրա գործնական պարապմունքներ։ Վերապատրաստման գործընթացը ղեկավարում է Ջոաքիմ Ամարոն, որը հանքարդյունաբերության ոլորտում աշխատում է շուրջ 25 տարի։ Նա տարբեր երկրներում վերապատրաստել է բազմաթիվ մասնագետների։ Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել լավագույն օպերատորներին։ Հանքարդյունաբերության ոլորտում այս տեխնիկան համարվում է լավագույնը եւ հեշտ չէ այս տեխնիկան սովորելը։ Հայերը շատ խելացի են եւ շատ հեշտ են յուրացնում գիտելիքները։ Փորձ չունեցող տեխնացուների դեպքում ուսուցումը կարող է տևել մինչև 3 ամիս։ Այդ ընթացքում մասնակիցները նախ ստանում են տեսական գիտելիքներ, ապա սիմուլյատորների միջոցով սովորում են տեխնիկայի կառավարման բոլոր առանձնահատկությունները եւ միայն դրանից հետո անցնում մեքենաների շահագործմանը։ Մեր մոտ ուսուցումը ավարտելուց հետո օպերատորները ստանում են հատուկ լիցենզիա, որով կարող են աշխատել աշխարհի ցանկացած երկրում, որտեղ շահագործվում է Caterpillar ընկերության արտադրած տեխնիկա։ Տիգրանը Գորայքից է, 2 ամիս է մասնակցում է դասընթացներին։ 10 օր առաջ սիմուլյատորից արդեն անցել է իրական տեխնիկայի վրա գործնական պարապմունքների։ Տիգրանի համար սա ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելու, այլև սեփական համայնքում աշխատելու հնարավորություն է։ Այս գործը որ չկար, մենք որ չենք կարող, պետք է եթենք Ռուսաստաններ երկրից դուրս գանք, այնա մեր ոնց որ կոպիտ ասած մեր քթի տակի գործ է, մենք տենում ենք, որ ամեն ինչն էլ կառավարելի է այդ ռիսկերը բնապահպանական։ Ու մենք էդի տենում ենք, որտեղ մենք մեջը աշխատում ենք, մենք տենում ենք, որ իրանք ամեն ինչ անում են, այդ ռիսկերը կառավարելի լինի։ Ծրագրում կիրառվում է Caterpillar-ի ժամանակակից տեխնիկան, իսկ վերապատրաստման կենտրոնը մասնագետների գնահատմամբ համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին։ Արդեն 32 օպերատոր աշխատանքի է անցել, եւս 60-ը շարունակում են վերապատրաստման տարբեր փուլերը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։